Եվ մի նորույթի մասին։ Իր 20-ամյա պատմության ընթացքում ամերիկյան համալսարանը որպես կրթական հաստատություն շնորհել է միայն մագիստրոսի կոչում։ Սկսած 2013 թվականի սեպտեմբերի 1-ից համալսարանում բարձրագույն կրթությունը կիրականացվի նաև քառամյա կրթության բակալավրիատի աստիճանով։ Բակալավրի կոչում շնորհող կրթությունը կիրականացվի մասնագիտական 3 ուղղություններով՝ համակարգչային հաշվողական գիտություններ, գործարար կառավարում եւ հաղորդակցություն։ Բացի հայոց պատմություն, հայոց լեզու եւ գրականություն առարկաներից, կրթությունը համալսարանում իրականացվելու է անգլերեն լեզվով։ Իդեպ, նոր բակալավրի կոչում շնորհող ծրագիրը հավատարմագրված է ինչպես Միացյալ Նահանգների արևմտյան դպրոցների, քոլեջների ասոցիացիայի ավագ դպրոցների եւ համալսարանների հավատարմագրման հանձնաժողովների կողմից, այնպես էլ արդեն լիցենզավորվել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից։ Ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների ուսանողների համար սա մեծ հնարավորություն է ստանալ բակալավրի աստիճան շնորհող և միջազգային կրթական չափանիշներին համապատասխանող բարձրորակ կրթություն։ Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ ամերիկյան կրթության մոդելին, առաջարկելով ուսանողներին ակադեմիական կրթություն միջազգային պրոֆեսորադասախոսական բարձրակարգ մասնագետների օգնությամբ։ Կրթությունն ամերիկյան համալսարանում վճարովի է։ Ուսման վարձը 1 կիսամյակի համար կախված մասնագիտության տեսակից կազմում է 500-ից մինչև 600,000 դրամ։ Սակայն համալսարանի ղեկավարությունը վստահեցնում է, որ ամերիկյան համալսարանն այս հարցում ունի հատուկ քաղաքականություն, եւ ուսանողն իր ուսման ընթացքում ֆինանսական բարդություններ չի ունենա։ Որևէ հայ ուսանող չի զրկվի համալսարանում սովորելուց անվճար ունակության պատճառով։ Ուսանողները ընդունվում են բացառապես իրենց ակադեմիական գիտելիքների հիման վրա անկախ վճար ունակությունից։ Եթե երեխան իր գիտելիքների շնորհիվ ընդունվել է համալսարան, բայց ի վիճակի չէ ընթացքում վճարել ուսման վարձավճարը, ամերիկյան համալսարանը կտրամադրի ֆինանսական օժանդակություն եւ հնարավորություն կտա, որ ուսանողը կարողանա ստանալ լիարժեք եւ որակյալ կրթություն։ 2013 թվականի ընդունելության դիմումները համալսարանում կընդունեն սկսած 2013 թվականի հունվարի 15-ից։ Դիմորդները նաև պետք է թեստային քննություններ հանձնեն անգլերեն լեզվից եւ մաթեմատիկայից։ 2013 թվականին համալսարանը նախատեսել էր շուրջ 300 ուսանողի ընդունելություն, սակայն մինչև 2017 թվականը նախատեսում է այդ թիվը հասցնել 1200-ի։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։